Just One բժշկական տեղեկատվական տաղավարն այսօր հյուրընկալել է բժիշկ գինեկոլոգ հոմեոպաթ Լիլիթ Հակոբյանին։ Սիրով ողջունում ենք նրան։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ցանկանամ խոսեք ներկայացնեք առհասարակ գաղափարական առումով, հոմեոպաթիան բժշկության այս ճյուղը առհասարակ երբ է սկսել առաջին անգամ Հայաստանում կիրառվել եւ դուք ինչպես եք որոշել ապացուցողական բժշկությունը ինչ որ առումով համատեղել հոմեոպաթիայի հետ։ Շնորհակալ եմ հարցման համար, միշտ սիրով եմ անդրադառնում այս ցանկացած թեմային, որը վերաբերվում է հոմեոպաթիային։ Հոմեոպաթիան Հայաստան եկել է դժնդակ երկրաշարժից հետո, հայ ժողովրդի զավակները Սփյուռքում ապրող որոշել են օգնել, մեղմել մեր ժողովրդի ցավը, այդ ծանր տարիները, հետո պատերազմ եւ այլն, եւ առաջացել է եւ գերմանական եւ շվեյցարական հոմեոպաթների խումբ, որը հյուրընկալվել է Էրեբունի բժշկական կենտրոնում, հավաքվել, հրավիրվել են բժիշկներ, ես այդ ժամանակ դեռ ուսանող եմ եղել եւ այս բժիշկներից ձևավորվել է ապագա հոմեոպաթների հիմնական կորիզը, որոնց մեծ մասը շարունակում է հաջողությամբ աշխատել։ Զուգահեռաբար կարող եմ ասել, որ նաև եկել է ճյուղ, բացի գերմանական, շվեյցարական այս իմ պատմած տարբերակից, նաև Հնդկաստանից։ Սա էլ արդեն լուսահոգի դոկտոր Սենանի դպրոցն է ստեղծվել, երբ Կալկատայում հայկական համայնք կա, գիտեք, արդեն տարերի պատմությամբ, այնտեղ հայ երեխաները հիվանդանում են մալարիայով, բարեգործ հայ կինը գտնում է հոմեոպաթի, որը դոկտոր Սենանն էր, բուժում են այնտեղ երեխաներին եւ որպես շնորհակալություն հրավիրում է Հայաստան։ Մենք միշտ ասում ենք, որ Հայաստանը յուրօրինակ պարարտ, հող, յուրօրինակ այսպես գաղութ ասեմ, սատելայթ հայրենիք ասեմ, հոմեոպաթիայի համար հանդիսացել է եւ դոկտոր Սենանը գալիս է մեր բժշկական համալսարանի հետ, մեր այն ժամանակվա ռեկտոր պարոն Վիլեն Հակոբյանի հետ լինում է գործնական հանդիպումներ, ընդունվում, սիրվում է այս մեթոդը, ավանդական բժշկության ամբիոն ունեինք, որտեղ նույնպես փորձեր արվեց, որպեսզի լինի հոմեոպաթիան, դասավանդվի հոմեոպաթիան, ստեղծվում է նաև դոկտոր Սենանի հնդկական դպրոցը։ Զուգահեռաբար ուզում եմ նշել նաև ֆրանսիական բարեգործ հոմեոպաթ Տիկին Ժակլինին, որը նույնպես որպես օգնություն ինքը սիրում է գնալ երկրներ, որտեղ կարիք ունեն մարդիկ իրեն բացառապես նվիրված, բացառապես բարեգործաբար Տիկին Ժակլինն էլ է գալիս, նորից արդեն մի քանի տեղից այսպես սպոնտան ձևավորված հոմեոպաթները ուսանում լսում են նաև դոկտոր Ժակլինին, մենք սիրով օգտագործում ենք նաև իր մոտեցումները։ Միաժամանակ ուզում եմ խոսել նաև Սեդա Յակովլևնայի մասին, որը հիմա Հայաստանում չէ, ինքը արդեն ռուսական դպրոցն էր, այսպես ասած, որովհետև ինչքան խորանում ենք, ինչքան ժամանակ է անցնում, ինչքան շատ մարդիկ ենք ճանաչում, այնքան հասկանում ենք, որ այս պատմությունը հոմեոպաթիան Հայաստանում սպոնտան մի քանի տեղերից այսպես առաջացել, գոյացել, միացել ու կարող եմ ասել վեր է խոյացել, որտեղ հիմա երբ գալիս են մեր մոտ միջազգային, արդեն մեր ասոցիացիայի նախագահ Տիկին Մարիամ Ղարաբաղցյանի ջանքերով եւ Սաբինա Ցիմերմանի գործուն աջակցությամբ այս միջազգային մեծ տեղի ունենում համաժողովներ, որտեղ գալիս է ռուսալեզու, գերմանացի, այդպես իսկական միջազգային հրաշալի սեմինար, որտեղ բոլորս մեզ զգում ենք այդ մեծ ընտանիքի կարևոր մաս ու առավել հպարտ ենք, որ հյուրընկալ մասնենք, էլի է լինելու մայիս ամսին։ Ամեն անգամ մենք հասկանում ենք, որ մենք ինչ-որ ի վերուստ ծրագրով կարողացել ենք դառնալ հրաշալի հող Հայաստանում հոմեոպաթիայի զարգացման համար, եթե էլի վերադառնամ ինչ էր ասածս, մեր տիկին ուրեմն Սեդա Յակովլևնան էլ ռուսական վերապատրաստում, որտեղ սովետի ժամանակ պետք է ասել, որ տրվում էր առանձին տեղ ասեղնաբուժությանը, ավանդական բժշկությանը, ֆիտոթերապիային եւ այլն, այնտեղ ինքը ուսումնասիրում է նաեւ հոմեոպաթիան։ Եվ այսպես գումարվեց, ստեղծվեց օրդինատուրա։ Այդ օրդինատուրան 90-ականների վերջից սկսվեց եւ մի քանի տարի թողարկվեցին օրդինատոր հոմեոպաթներ, որոնց բախտ եմ ունեցել նաեւ մասնակցել այդ դասընթացին ես։ 1 տարի տևող հրաշալի օրդինատուրա, որտեղ հենց բժիշկները, ինչն է նաեւ մեր առավելությունը, որ պատահական մարդիկ չեն դառնում հոմեոպաթ։
հոմեոպաթ Հայաստանում դառնում է միայն լիցենզավորված բժիշկ։ Եւ այսպես ստացա ես իմ երկրորդ մասնագիտությունը եւ սիրով համակցում եմ, ինչպես ասեցիք, այո, երկու բժշկության ճյուղերն էլ ես հրաշալիորեն համակցում եմ եւ շատ գոհ եմ արդյունքից։ Իսկ ինչպես որոշեցիք, ինչը գրավեց ձեզ հենց հոմեոպաթիայի բուժման ոլորտում եւ մի հարց էլ կցանկանայի ուղղել, քանի որ նշեցիք երկրաշարժի տարիներին ավելի շատ ոնց որ հայտ եկան հոմեոպաթիկ պրեպարատների դրական ներգործությունը, այլ ուզում հասկանալ, այսինքն այդ ստրեսային վիճակում, հա, ժողովրդին հանելու կամ այդ ստրեսային վիճակում արդյոք ավանդական դեղամիջոցներ, պրեպարատներ պատրաստ չէին, իզորու չէին օգնելու, որ ասենք Սփյուռքի կողմից մեծ աջակցություն ցուցաբերվեց նմանատիպ, ասենք պրեպարատների ներկրման համար։ Չէ, շատ ճիշտ եք ասում, որտեվ միակ կան իհարկե հզոր պսիխոտրոպ դեղամիջոցներ, ցավազրկող դեղամիջոցներ, բայց հոմեոպաթիայի ազդեցությունը շատ ավելի խորն է։ Մենք ունենք հիվանդություն վշտից, մենք ունենք հիվանդություն այն անելանելի վիճակից, երբ մարդը չգիտի ինչ անի, նևրոզի ու դեպրեսիայի է, չէ, սատանում։ Կներեք, ընդհատում եմ ձեզ, բայց նայեք, ուր է գնում զարգացած աշխարհը։ Շատ մարդիկ ու սարսափելի գնալով ստատիստիկան խոսում է, որ մարդիկ անտիդեպրեսանտներ են ստանում։ Ահա որ խնդիր է դարձել զարգացած երկրների համար մարդկանց ինքնասպանության դեպքերը։ Ինչու են գնում նարկոտիկների, որովհետև այն ինչ տալիս է քիմիական դեղորայքը, շատ հաճախ ոչ լիարժեք է եւ մարդուն այդ ստրեսային ծանր վիճակից երբեմն հանում են նարկոտիկը, երբեմն հանում է, գիտեք, պսիխոտրոպ դեղը, հանում է ալկոհոլը եւ այլն։ Դրա համար հասարակությունները, զարգացած հասարակությունները փոխանակ արժեք ստեղծելու շատ հաճախ մենք տեսնում ենք, որ մարդու անհատի մեծ կրիզիս կա։ Եվ այդ իմ ասած դեպրեսիան ու ինքնասպանությունը խնդիր են հիմա։ Այսինքն ստացվում է, որ իհարկե չեն կարողանում։ Հոմեոպաթիան ունի պրեպարատներ, պրեպարատ վշտից հետո, պրեպարատ տրավմայից հետո, պրեպարատ այդ անելանելի վիճակից։ Իսկ իրանք ունեն հոգեմետ դեղերի բաղադրություն։ Գիտեք, հոգեմետ ասելով, ես ձեզ ասեմ, հոմեոպաթիան աշխատում է 3-4 շերտում։ Աշխատում է մարդու էմոցիաների վրա, աշխատում է մարդու մտածողության վրա, աշխատում է մարդու այդ որ ասի էմոցիա, այդ նույն այդ վիշտը տրավմա, ֆիզիկական մարմնի տրավմայի վրա։ Ինչու նաև այդտեղ շատ պետք է հոմեոպաթների աջակցությունը, որպես սարսափելի տրավմաներ տեղի ունեցավ, հազարավոր մարդիկ փլատակների տակ էին մնում։ Եվ հոմեոպաթիայի շերտային ազդեցությունը հաճախ գալիս է նաև դոզայից, գալիս է մասնագետի որակավորումից եւ ինչպես են աշխատում։ Մեր ուսուցիչներից շատերը հենց հոգեկան հիվանդների հետ են աշխատել։ Մեր ուսուցիչներից շատերը գնացել մտել են հոգեբուժարաններ ու բուժել են պացիենտներին։ Կա գրականության մեջ տվյալներ, որ իրենք շատ հաջողել են։ Ես կոնկրետ կարողանում եմ աշխատել ստրեսի, նևրոզների, հոգեկան ծանր հիվանդների, չեմ առնչվել, չեմ կարող այդպես ասել, որ կբուժեմ, բայց շատ բաներ, որոնք հետո կարող էին ծանրանալ, դառնալ, վերածվել ավելի խոտ դեպրեսիաների, մեծ սիրով աշխատում եմ հետծննդյան, հղիության դեպրեսիաներ, դրանք շատ հեշտ են տրվում բուժման։ Մի խոսքով հոմեոպաթիայի շերտերը հենց այդ են, ֆիզիկական կամ դրենաժային օրգան, ասենք լյարդի ֆունկցիան է լավացնում կամ երիկամի ֆունկցիան։ Այդ ամենաթեթև բանն է, որ կարող ենք անել։ Աշխատում ենք օրգանիզմի մակարդակով, արդեն դու օգնում ես այդ մարդուն իր գենետիկայից ելնելով, աշխատում ես իր էմոցիոնալ դաշտի հետ, ինչն է իրեն հուզում, ինչից է ինքը լավ զգում։ Մենք հարց ենք տալիս, դուք սիրում եք հանգստանալ մարդկանց մեջ, թե մենակ։ Կայծակ որոտը ձեզ ոգևորում է, թե ճնշում։ Անձրևը ձեզ լավ է, արևը ձեզ ինչպես է։ Դուք սիրում եք տաք ըմպելիք, թե սառը։ Երբեմն ես որ առաջի անգամ պացիենտը գալիս, ասում եմ, չզարմանաք, այս հարցերը անձնական կարող են թվալ, բայց դրանք ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, անգամ ձեր երազների թեման ինձ ուզում է որպես բժշկի, որպեսզի ես ճիշտ պրեպարատ ընտրեմ, ոչ թե ես ինչ որ ուզում եմ հասկանամ, թե դուք այնտեղ խորքերում ինչ երազներ եք տեսնում, կամ ուզում եմ հասկանամ առատաձեռն եք դուք թե ոչ, նույնիսկ ինչի վրա ես ուզում ծախսել գումարը։ Դրանք բոլորը հետաքրքրում են մեզ, որովհետև մենք դիտարկում ենք մարդուն բոլոր շերտերի մեջ, էմոցիոնալ, իր մտավոր, իր գենետիկայից ելնելով, իր կոնկրետ այս պահին ջերմային ռեակցիաներով մոդալություն ենք ասում։ Ինքը տաք է, սառն է, սիրում է աղի սնունդ, թե ոչ, ու այս բոլորի համակցության մեջ մենք օրգանիզմին տալիս ենք այն լիցքը, որը իրեն դուրս եկած հավասարակշռությունից բերում է հետ։ Եթե օրգանիզմը ունի խնդիր, մենք ասում ենք դինամիկ համակարգ է ինքը։ Վիբրացիաներ կամ թրթիռներ հիմա շատ հեշտ են կարել։ Նոր որ մենք սովորում ենք, ասում են վիբրացիոն դաշտ,
դեղի թրթիրը, դեղի պոտենցիան, սրանք այն ժամանակ, երբ չկար բջջային հեռախոսը, չկար տեսանելի վիբրացիան, չէ՞, հիմա մենք խոսում ենք, ձայնը գրվում է, դուք տեսնում եք ձայնի թրթիրը կամ զգում եք ինչ է կատարվում։ Այս բոլորից հետո մենք արդեն բոլորս ոնց ուզում է լինի, արդեն հասկանում ենք, չէ՞, որ կա օդով եկող ինչ-որ ալիք, որը դառնում է ձայն, ու ես իմ բջջայինը վերցնում եմ ու կապնվում եմ տիեզերքում, չգիտեմ ինչի հետ, որտեղ համապատասխան կոդավորում կա, համապատասխան ձայնային ալիքի ընկալում կա, չէ՞։ Այս էլ այս դաշտն է։ Մեր դեղերը ալիքային ինֆորմացիոն բնույթի տատանումներ են հաղորդում մեզ, որտեղ իրենք շաքար են կամ ջրի վրա են, հա, նյութ չեն։ Շատ դժվար է դա հասկանալ, եթե ֆիզիկա չգիտես կամ ուզում ես ամեն ինչ շոշափես տեսնես, այդ մարդու բնույթից էլ է գալիս։ Եթե դու ընկալում ես արդեն ինչա թրթիր, ինչա էներգիա, դու հասկանում ես ինչպես է բուժում հոմեոպաթիան։ Իսկ ելնելով օրգանիզմի առանձնահատկություն ցնավոր է, որ տվյալ պրեպարատները առհասարակ ազդեցություն չունենան։ Հիմա ես ձեզ ասեմ, որ ասում եմ մենք համակցեցինք լիքը տարբեր դպրոցների մոտեցում։ Հիմա սարք կա, չէ՞, որ ասենք փորձում է սարքեր կան, այ ռուսական սարքերը կան շատ լավ հոմեոպաթներ, որոնք աշխատում են այդ վեգա տեստով։ Իրենք դնում են, ստուգում են վիբրացիա, ստուգում են դեղը, համադրում են, ուղարկում են։ Կա ուղակի երբ մենք վերցնում ենք բոլոր սիմպտոմները, բավականին դժվար աշխատանք է դա։ Ու ըստ սիմպտոմների ընտրում ենք դեղը։ Դասական բժշկությունը կամ հոմեոպաթիան դա է անում։ Իսկ Տիկին Ժակլինը, որը չինական բժշկությունից էր եկել հոմեոպաթիա, ինքը տիրապետում էր պուլս դիագնոստիկային ու մեզ սովորեցրեց պուլս դիագնոստիկան։ Ես դեղը ընտրում եմ ըստ պացիենտի պուլսի, որովհետև դեղը դրվում է իր դաշտ եւ ստուգվում է պուլսը։ Պուլսը տալիս է համապատասխան ռեակցիա։ Եթե դեղի կարիքը ունի, պուլսը փոփոխության է ենթարկվում, լեցունանում է, ուժգնանում է ու ես դեղը տալիս եմ։ Այսինքն ընտրում ենք դեղ, բայց շատ ինդիվիդուալ ենք ընտրում։ Երբեմն երբ առաջարկ է լինում հերվից պացիենտին ընդունել, ես դժվարանում եմ, որովհետև պացիենտին սիրում եմ տեսնել, զգալ, դեղը ընտրել կոնկրետ իր պուլսի համար, այսպես ասած։ Ես որքանով գիտեմ, կան պրեպարատներ, որոնք իրական շատ վտանգավոր են օրգանիզմի համար, սակայն դրանց չափավոր եւ ճիշտ կիրառումը կարող է հենց առողջացնել օրգանիզմը եւ կարծես թե դա հենց վերաբերում հոմեոպաթիկ պրեպարատներին, կնշեք առհասարակ ինչ տեխնոլոգիաներով են պատրաստվում եւ մի հարցի չպատասխանեցիք, ինչը ձեզ գրավեց, որ դուք նաեւ զուգակցեք հոմեոպաթիան։ Ես այնքան հոմեոպաթիայի մասին խոսելիս միշտ վերացական եմ դիտարկում, ինքս ինձ մոռանալով։ Գիտեք, իսկապես կարծում եմ այդպես է ճիշտ, որովհետև ինքը մեթոդն է, ինքը մեր նվիրվածությունն է մեթոդին, ոնց որ հավատի պես բան է։ Ու ցանկացած հոմեոպաթ հենց այնպես չի դառնում հոմեոպաթ, կոնկրետ իմ դեպքում, երբ ես նոր մտել էի գինեկոլոգիայի ոլորտ, աշխատում էի եւ ծնվել էր աղջիկս, հետո ինձ բացատրեցին, որ կեսարյան ատոմով է ունեցել երեխային, եւ երբ դնում էի ձեռնոցները, քանի որ բժիշկն էր աշխատել ինձ հետ, Արյանս հետ կոնտակտ էր եղել ձեռնոցի, ես այս ձեռնոցները դնելու պարագայում սարսափելի էկզեմա ունեցա։ Դա եղավ, չգիտեմ, պատճառ, հաստատ դա եղավ պատճառ, ես չէի կարողանում աշխատել, ոչ մեկ չէր կարողանում բուժել, այս վիճակից ինձ հանել, անգամ դրսից հրավիրվեցին բժիշկներ եւ այլն, հենց դադարեցնում էի աշխատելը, ես շատ լավ էի, հենց մոտենում էի կլինիկայում ուզում էի աշխատել, նորից նույն սարսափելի վիճակը։ Ու այդպես ես գտա հոմեոպաթը շատ փոխեց իմ մտածելակերպը, ինչ է հիվանդություն, ինչու է այսպես առաջանում, ինչ պատճառով է այս ամբողջը եւ ինձ բուժեց ի վերջո։ Ես էլ միշտ ասում եմ այդ միտքը, որպես դատող մարդ մտածեցի կրկնվում է միգուցե, բայց ինչ գիտեր իմ հոմեոպաթը, որ չգիտեին այն լիքը բժիշկները, որոնք չկարողացան ինձ բուժել, ու բնականաբար ես էլ ուզեցի սովորեմ, այդ ժամանակ էլ ինչպես ասեցի, կար արդինատուրա, եւ ես իհարկե սովորեցի։ Մյուս պարագայում այ որպես գինեկոլոգ ինչ տեղի ունեցավ, երբ մենք անընդհատ ընկճում ենք կնոջ մոտ արտադրությունները, իսկ այդպիսի արտադրություններ ինք շատ հաճախ են ունենում։ Այդ տարիներին, երբ ես աշխատում էի, շատ ընդունված էր մոմիկներով բուժում եւ այլն։ Իրենք որոշ ժամանակ հետո վերադառնում էին։ Այսինքն այն ինչ որ ես էի անում, բացարձակ չէր բավարարում ինձ, որտեվ ես հասկանում եմ, որ ես կնոջ չեմ օգնել։ Մի этап իր սիմպտոմները ես ընկճել եմ, որտեվ տվել եմ ինչ որ պրեպարատ, ինչ որ լվացում, ինչ որ մոմիկ, բայց հետո ինքը վերադառնում է ուրիշ խնդիրներով կամ էլի նույն խնդրով։ Այդ դեպքում ինձ ասում էին երկարացրու
բուժման ժամանակը ու դուր մեկի փոխարեն երկու մոմիկ։ Ես հասկանում եմ, չէ, այստեղ ինչ որ մի բան սխալ է գնում։ Ու հետո հայտնաբերեցի, ինչպես ասում եք, սա լրիվ ուրիշ մշակույթ է, այս մեծագույն հարգանք է օրգանիզմին եւ բնությանը, ինչպես է օրգանիզմը ուզում ինքնաբուժվել, ի վերջո ինչից էր ազատվում այս կին այդ արտադրությունների միջոցով, չէ, որտեվ հետո ես ունենում էի կիստաներ, հետո գալիս էին տարիներ հետո պոլիպներ, նույն բախվեցի նույն խնդրի հետ, երբ սոնոգրաֆիայի սովորում, բոլոր ատլասներում գրվում էր պոլիպ, հետո գրվում էր պոլիպի կրկնություն 2 տարի հետո, նույն կնոջ մոտ, լավ աստված, ինչի կրկնվեց այս պոլիպը, այս կնոջ մոտ, ինչն ենք սխալ անում։ Այժմ ներկայացնեմ կարճ ակնարկ, հոմեոպաթիկ բուժման մեթոդի հիմնադիրը եղել է գերմանացի բժիշկ եւ բնագետ Քրիստիան Ֆրիդրիխ Սամուել Հանեմանը, որն իր բժշկական արվեստի օրգանոն աշխատությունում ձևակերպել է տվյալ մեթոդի հիմնական գաղափարները։ Նա իր ընկերների եւ ընտանիքի անդամների վրա հենց իրականացրել է փորձարկումներ, նշանակելով տարբեր դեղամիջոցներ եւ մանրամասն նկարագրելով բոլոր ախտանշանները, որոնք առաջացել են փորձարկումների արդյունքում։ Եվ այսպիսով նա բժշկության ոլորտում կատարել է մեծ հեղափոխություն, հիմնելով հոմեոպաթիայի ճյուղը։ Դոկտոր Հակոբյան, կա նաև նմանատիպ կարծիք, որ առհասարակ ավելի շատ հոմեոպաթիան ամոքիչ բուժման պրոցես է, այսինքն երբ ապացուցողական բժշկություն արդեն իզոլու չէ, բուժել հիվանդին եւ որպես անընտրանք վերջնական ամոքիչ փուլ պացիենտը դիմում է հոմեոպաթիային, որքանով է սա համապատասխանում իրականությանը, քանի որ չեմ ուզում պրոպագանդենք, որ գիտեք, բուժական միակ, ասենք, արդյունավետ միջոցը հոմեոպաթիան է, այլ ուզում ենք ներկայացնենք, որ դա լրացնում է ապացուցողական բժշկությանը։ Լրիվ համաձայն եմ, այստեղ միշտ երկու ձեռքի պատմություն է, մի ձեռքով ծափ չես տա երբեք։ Եվ կա նաև այսպիսի կարծիք, որ մեր ապացուցողական բժշկությունը օգնում է մարդուն, որպեսզի նա չմահանա։ Մենք ունենք հրաշալի վիրաբուժություն, մենք ունենք սրտային ինվազիվ պրոցեդուրաներ, որոնք օգնում են մարդուն։ Ի վերջո մարդը շաքարային դիաբետ ունի, առանց ինսուլինի նա չի կարող ապրել։ Եվ ինչի համար նշեցի, որ Հայաստանում հոմեոպաթը բժիշկ է, հետո հոմեոպաթ։ Անպայման մենք, ինչ ասեմ, մեծապես ընդունում ենք եւ գնում ենք զուգահեռ ձեռք-ձեռքի։ Այստեղ խոսքը ինտեգրատիվ բժշկության մասին է, ինչին վստահ եմ կհասնենք, ինչին հասել է զարգացած երկրների մեծ մասը։ Այսինքն միշտ խոսքը գնում է զուգահեռ։ Իմ պացիենտը եթե գալիս է զոբով խնդրով, երբեք չի հանվում իր պրեպարատը, եթե ճնշում ունի, երբեք չի հանվում իր պրեպարատը, աստիճանաբար, եթե իր կենսուժը ներում է, մեր պրեպարատները տալիս են լավ արդյունք, մենք դառնում ենք ի վերջո մանկուր հոմեոպաթիկ հիվանդ, այսինքն ինքը կարողանում է արդեն ոչ քիմիական պրեպարատներով իր վիճակը կարգավորել։ Այստեղ խոսք գնալ միայն հոմեոպաթիայի մասին ու ասել միայն հոմեոպաթիան է ճիշտ չէ, ուղղակի հոմեոպաթիան ընդունում հասկանում է օրգանիզմին, հարգում է օրգանիզմի սիմպտոմները եւ փորձում է օրգանիզմին ուժ տալ, որպեսզի ինքը գնա ինքնաբուժման ճանապարհով։ Իսկ հիվանդության առաջնային փուլը որքանով է խորտ տրվում հենց միանգամից դիմել։ Տեսեք, հոմեոպաթիայի մեջ էլ մենք ունենք սուր պրեպարատներ, այսինքն բալիկը ջերմում է, անգինա ունի կամ մարդը ունի գլխացավ, կամ արնահոսում է, այս պահին դու պրեպարատը տալիս ես, կնոջ դաշտանային արնահոսությունը մեղմում ես։ Հետո արդեն ինքը միոմայից էր, պոլիպից էր, թե ուրիշ հիվանդությունից էր, դա արդեն գնում է բուժման երկրորդ, ավելի խորը քրոնիկ հիվանդությունների փուլ, շատ հաճախ ենք մենք օգտվում վիրաբույժների ծառայություններից, ինչ ասեմ, այստեղ ոչ թե մեկս մյուսին մերժելու, այլ մեկս մյուսին հարգելու ու միասին իշա հիվանդի բազմից եմ ասել։ Մեր ցանկացած բժշկական ծառայություն պետք է լինի իշա հիվանդի։ Ես գիտեմ, որ դուք բավական շատ մեծ ներդրում ունեք անպտղության դեմ հաղթահարման գործընթացում եւ շատ մայրիկներ ձեր լավատեսության, ձեր հոգատարության շնորհիվ կրկնակի երակի մայրացել են կամ առաջնակի։ Այո, առաջնակի կցանկանամ խոսեք թե առասարակ գինեկոլոգիայի ոլորտում եւ անպտղության հաղթարման ոլորտում ինչ ներդրում ունի հոմեոպաթիան եւ ինչով է տարբերվում այլ այստեղ այդ կեղծ բանից, ինչ ասեմ, համեստությունից չեմ օգտվի, իսկապես կասեմ, որ հոմեոպաթիան ոչ թե ես որպես գինեկոլոգ, այլ մեր բոլոր հոմեոպաթները մեծ ներդրում ունեն, որտեղ հոմեոպաթիան ունի բանալիներ, որտեղ մենք ուրիշ մեթոդներում չունենք։ Ինչու ունենք բանալիներ։ Նաև հիմա վերջին տարիներին, երբ շատ շատացել է ու փառք Աստծո նաև
մեր պետությունը աջակցում է մայրերին, որպեսզի նաև էկոյով կարողանան մայրանալ, այս օժանդակ ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաների մեջ անգամ, երբ իմ պացիենտը գնում է եւ չի ունենում արդյունք, հետո գալիս է մենք զուգահեռ ենք տանում իրեն, նախապատրաստում ենք իրեն, անգամ այս դեպքերում մենք ունենում ենք հրաշալի արդյունք։ Այսինքն այս վերջերս երևի 11 տարի մայրության սպասած կին, որը չհաջողեց մեր մոտ, չհաջողեց էկոյով, հետո եկավ տարիներ հետո ասեց, գիտեք, երկու հատ էկո եմ արել, չի ստացվում, դե արդեն գիտեր պատմությունը մեր, որ մենք խոսել ենք, որ կարելի է զուգակցել, փառք Աստծո, ես իմը արեցի, իր բժիշկը իրեն արեց եւ հրաշալի տղան ծնվեց։ Այսինքն այստեղ երկրորդ կարծիք վստահ եմ չկա, ինչու, որտեվ հոմեոպաթիայի մեջ դիտարկվում է գենետիկ մեր նախնիների տարված սեռավարակները, հետաքրքիր է, չէ, դրանք նաև համարվում են մեղքեր, նաև բանի մեջ է, չէ, կրոնների մեջ է դա համարվում, սիֆիլիսը, չգիտեմ, գոնորեան, վիրուսային այս տանրաբեռնվածությունը, սրանք չեն ջնջվում։ Սրանք սերնդե-սերունդ գնացող խնդիրներ են, որոնք մեր երեխաները կրում են։ Երբ մենք կարողանում ենք զույգին մինչև հղիությունը բուժել, օգնել հղիության ընթացքում մենք ունենում ենք հրաշալի արդյունք։ Էլի չեմ վերագրում այդ հաղթանակը ինձ, դա հոմեոպաթիայի եւ երևի բոլոր հոմեոպաթների նվաճումն է։ Պարզապես ես երջանիկ եմ այնքանով, որ իմ պացիենտները որպես գինեկոլոգ ինձ ավելին են դիմում, վստահում են եւ ես շատ շնորհակալ եմ այդ հնարավորության համար։ Իսկ հետաքրքիր է որևէ ձև երաշխավորում եք, տալիս եք երաշխիք, ուղղակի փոխում եք։ Ինչպես ասում եք, ապացուցողական բժշկություն կա, ասում է, այսքան տոկոսում, չէ, մենք այդ տոկոսն էլ չենք տալիս, որովհետև մենք ասում ենք, ես տալիս եմ օգնություն քո օրգանիզմին, քո օրգանիզմը պետք է պատասխանի։ Մենք իրենց առաջարկում ենք նաև որոշակի սննդակարգ, որոշակի պատասխանատվություն, այսինքն մարդը ինքն է պատասխանատու։ Ճշմարիտ չի, որ ասեմ, գիտես, այս կխմես, այս վարքյանին ճնշումդ քիչնի։ Այս process-ը մենք գնում ենք միասին, մենք այդ ճանապարհը անցնելու ենք զուգահեռ միասին, պետք է որ լինի դա նաև մարդը բարբերաբար այցելի, չծուլանա, իր պրեպարատները ստանա, որ ասում եմ տեստավորում, չէ, բարբերաբար այ հղիներից պետք է լինում ամիսը 1, 2 ամիսը 1 շտկել պրեպարատները, տեսնել, հանդիպել, խոսել, իրենք որոշակի սննդակարգ պետք է պահպանեն, այսպես։ Այսինքն այս process-ը երաշխիքներ տալ, մենք գործ ունենք ոչ թե մեքենայի, ոչ թե սարքի, այլ մարդու հետ։ Եվ ինքը պետք է նպաստի բուժմանը, եւ ես պետք է պրեպարատը տամ երաշխիքների մասին խոսել ոչ։ Շնորհակալ եմ տաղավարի ընկալվելու համար, կցանկանամ նաև մեր օգտատերերին ներկայացնեք, թե որտեղ կարող են իրենք ձեզ գտնել։ Սիրով, ես ներկայումս Phoenix Med բժշկական կենտրոնում եմ, Զաքյան 6։ Սիրով կսպասեմ, եթե կարողանամ օգնել մարդկանց, կարծում եմ դա ցանկացած բժշկի, ինչ ասեմ, երազանքն է, եթե դու ունես պացիենտ, ում կարողանում ես օգնել։ Խորհրդատվության համար կարող եք դիմել Լիլիթ Հակոբյանին հետևյալ հեռախոսահամարով։